Քրեական գործերի քննություն, բացահայտումներ, կառուցվածքային բարեփոխումներ եւ միջազգային գործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներ։ Նախորդ տարին հագեցած եւ լարված աշխատանքային տարի էր իրավապահ համակարգի համար։ Քննչական կոմիտեն ներկայացնելով վիճակագրական տվյալները նշել է 2025 թվականին վարույթ է ընդունվել 38500 քրեական գործ, ինչը մոտ 12%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ավարտվել է 31200 գործի նախաքննություն, որոնցից ավելի քան 24000-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 46-ով ավելի քրեական վարույթ կամ 37.3%։ Իսկ դատարան ուղարկված անձանց քանակն ավելացել է 78-ով։ ԶՔԳՎ ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 22052 քրեական վարույթ կամ կոմիտեի քննիչների քննած բոլոր քրեական վարույթների 10%-ը։ 24 թվականի համեմատ վարույթում քննված քրեական վարույթների քանակն աճել է 2081-ով կամ 14%-ով։ 2025 թվականի ընթացքում միջազգային հարցումների ապահովման բաժնում քննարկվել է ընդհանուր 771 հարցում, որոնցից օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացել ենք 333-ը, մենք ինքներս ուղարկել ենք 448-ը։ Իդեպ նշեմ, որ 2024-ին եղել է այդ թիվը 662, որոնցից ստացված 218, ուղարկված 444։ Ինչպես նկատում ենք, տարվա ընթացքում առկա է ստացված հարցումների թվի էական ավելացում նախորդ տարվա համեմատությամբ։ Հաշվետու տարում էապես աճել է քննված քրեական գործերի թիվը կապված կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական հանցագործությունների, նաև ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հետ։ Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես հանրային մեծ հնչեղություն ստացած գործերին, որոնց մի մասով արդեն իսկ նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Իհարկե, չկա կարևոր եւ անկարևոր քրեական վարույթներ։ Սա ամենևին դրա մասին չի վկայում, բայց էական է ձեռքբերումը, երբ որ մենք ավարտում ենք հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներ, որոնցով հանրությունը մեզանից ակնկալիք ունի եւ հանրությունը տարիներ շարունակ սպասել է այդ քրեական վարույթների դատավարական վախճանին, որին մենք հասանք 2025 թվականին։ Իհարկե, այդ process-ը նաեւ կրում է շարունակական բնույթ եւ քննչական կոմիտեում առկա են նաեւ այլ վարույթներ, որոնք ոչ պակաս կարևոր հնչեղություն ունեն եւ հավաստիացնում եմ, մենք ունենք այդ բավարար ներուժը, որպեսզի այդ վարույթները նույնպես հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով քննվել է 6800 գործ, որոնց բացահայտման ցուցանիշը կազմել է 87%։ Մասնավորապես սպանությունների եւ սպանության փորձերի դեպքերով քննվել է 142 գործ, բացահայտումը կազմել է 96%։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 1350 գործ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով 980, ինչը 18%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Կարող ենք նաև գոհունակությամբ արձանագրել, որ ունենք արդյունքներ։ Այստեղ շեշտում էր 2010 թվականի քրեական վարույթի մասին մենք ունենք 98 թվականի քրեական վարույթ եւ այլն, եւ այդպիսի վարույթներ դարձյալ առկա են եւ այդ ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է կրեն շարունակական բնույթ, որովհետեւ մենք որպես երկրում ամենամեծ նախաքննական մարմին, անկախ մեր ծանրաբեռնվածությունից, սա մեր պարտքն է։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կալանք է դրվել ավելի քան 32 միլիարդ դրամի գույքի եւ դրամական միջոցների վրա։ Մեղադրանք է առաջադրվել 214 պաշտոնատար անձի, այդ թվում համայնքային ղեկավարների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների։ Տնտեսական եւ հարկային հանցագործությունների ոլորտում քննվել է 2400 գործ, որոնցով արձանագրված վնասը կազմել է 21 միլիարդ դրամ։ 2025 թվականի ընթացքում ավարտված եւ անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի վերականգնման վերաբերյալ արձանագրվել է զգալի արդյունքներ, որը կազմում է 47 միլիարդ 159 միլիոն 552 հազար դրամ, որը դարձյալ առավելագույնն է քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր, իսկ 8 միլիարդ 41 միլիոնով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ընտանեկան բռնության եւ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մասով քննվել է 1120 գործ, 9%-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Այս գործերով ապահովել է տուժողների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների կիրառում։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ անչափահասների իրավունքների պաշտպանությանն ու ընտանեկան բռնության գործերի քննությանը։ Պետք է առավել ջանասիրությամբ աշխատենք այս տարում արդեն, որովհետեւ այս ցուցանիշները գերազանցելը շատ ավելի դժվար է լինելու եւ յուրաքանչյուր օր բոլորս տեղյակ ենք որպես իրավակիրառ յուրաքանչյուր օրվա թերացում կամ չկատարված աշխատանք անգործություն հանգեցնելու է անդառնալի հետևանքների սկսած
հանգեցնելով նույնիսկ հանցանք կատարած անձի բացահայտման խոչընդոտների։ Այսինքն մենք իրավունք չունենք նույնիսկ 1 օր հապավենք։ Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում 2025-ին իրականացվել է թվայնացման լայնածավալ գործընթաց, ներդրվել է էլեկտրոնային քրեական գործերի կառավարման միասնական համակարգ, վերապատրաստվել է ավելի քան 300 քննիչ, համակարգը համալրվել է 85 նոր քննիչներով։ Միջազգային գործակցության ուղղությամբ իրականացվել է 64 իրավական օգնության հարցում։ Համոզված եմ, որ քննչական կոմիտեն որպես մեր երկրի ամենամեծ նախաքննական մարմին ունի անհրաժեշտ գործիքակազմ եւ բավարար ներուժ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին, անկախ դրանց ծագումնաբանությունից։ Ամփոփելով 2025-ը քննչական կոմիտեն հայտարարել է, որ շարունակելու է կատարելագործել նախաքննության որակը, բարձրացնել հանրային վստահությունն ու ապահովել օրենքի գերակայությունը Հայաստանում։ Կառույցի ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա տարում եւս առաջնահերթ է լինելու արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու աշխատանքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։